Երևանի կենտրոնում հաճախ կարող ենք տեսնել կամավորների խմբերի, որոնք մաքրում են աղբավայրերի վերածված տարածքները։ Շատ լավ մշակույթ է, բայց եթե չեմ սխալվում, աղբահանությունը պետության գործառույթն է։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Երբևէ տեսել եք, թե ինչ է կատարվում Հաղթանակ զբոսայգու Բաբայան փողոցին հարող մասում կամ Հանրապետության հրապարակի մետրոյի հետնամասում կամ Կասկադի աստիճանների վերջում գտնվող հսկա փոսում։ Բոլոր այդ վայրերում քաղաքի հենց կենտրոնում փոքրիկ աղբավայրեր են, որտեղ երկար տարիների ընթացքում ահռելի քանակությամբ աղբ է կուտակվել։ Ամոթ նրանց, ովքեր ձեռքի եղածը շպրտում են այստեղ-այնտեղ։ Վերջին տարիներին հիմնականում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի երիտասարդների նախաձեռնությամբ կամավորական խմբերը սկսել են մաքրել Երևանի նշածս աղբանոց տարածքները։ Խոսքը թե կենտրոնի մասին է, թե Հրազդանի կիրճի եւ այլն։ Իսկ ինչն է խնդիրը, կհարցնեք։ Շատ լավ գաղափար է, այո, լավ գաղափար է, բայց խնդիրն այն է, որ մենք, ես եւ դուք, մեր գրպանից ամեն տարի 12-ից 13 միլիոն դոլար գումար ենք վճարում Երևանի քաղաքապետարանին սան մաքրման եւ աղբահանության խնդիրները լուծելու համար։ Քաղաքապետարանն այդ գումարով պահում է մի հսկա բաժին, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ։ Այդ մարդիկ վաղուց պետք է մաքրած լինեին թե Կասկադի, թե հրապարակի, թե Մոնումենտի եւ Երևանի աղբավայրի վերածված մյուս տարածքները։ Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, որի վրա ծախսում ենք հսկայական գումարներ, բայց լոկալ խնդիրները նորից թողում ենք կամավորների ուսերին։ Փորձեք հիշել սա։